Ուզում եմ աղոթել, մեզ գրել են աղոթքի խնդրանքներ և հիմա թե նախորդ եթերի և թե այս եթերի մեկնաբանություններում գիտեք մենք այս հատվածը կարճ կտրում ենք և դնում ենք աղոթքի մասը ինտերնետում և երբ որ այս հատվածը դրված կլինի արդեն, սրա մեկնաբանություններում էլ մարդիկ կարող են գրել իրենց աղոթքի խնդրանքները և մենք այստեղ չորեքշաբթի օրերին աղոթում ենք այդ խնդրանքների համար և հիմա հիմնականում խնդրանքները բժշկության խնդրանքներ են և ես գիտեմ մեր մեջ էլ կան մարդիկ, որ Աստծու գերբնական բժշկության կարիք ունեն կան խնդրանքներ ընտանիքի անդամների ապաշխարության համար և ես գիտեմ մեր մեջ էլ կան մարդիկ, որոնք աղոթում են իրենց ընտանիքի անդամների ապաշխարության համար և կան հոգսեր, մարդիկ ունեն հոգսեր Ուզում եմ Աստվածաշնչից մի հատված կարդալ Առաջին Պետրոս 5-րդ խոսքից գրված է Աստծու հզոր ձեռքի տակ խոնարհվեք, որպեսզի ձեզ ժամանակին բարձրացնի ձեր ամբողջ հոգսը նրա վրա գցեք, որովհետև նա ձեզ համար հոգ է տանում Զգոն եղեք, արթուն եղեք, որովհետև ձեր թշնամին սատանան մռնչացող առյուծի պես շրջում է և փնտրում թե ում կուլ տա հակառակվեք նրան, հակառակ կացեք հավատքով հաստատուն լինելով և իմանալով, որ ձեր եղբայրներն էլ աշխարհում նույն չարչարանքներն են կրում Գիտեք, հոգսը ինքը սատանան հոգսը օգտագործում է, որ մարդուն հավատքից հեռացնի Բայց Աստված հոգսը օգտագործում է, որ մարդուն քաշի դեպի իրեն Շատ հետաքրքիր է Ձեր հոգսը նրա վրա գցեք Գիտեք, ես հատուկ դիմում եմ հիմա մեզ ուղիղ եթերով դիտողներին, որոնք կարող են գալ, որ մի քիչ ջանք անեն, կգան այստեղ Եվ նաև մենք հավաքվում ենք, առիթից օգտվեմ, ասեմ հայտարարությունը Էջմիածնում, Տերյան 900 հասցեում, յուրաքանչյուր կիրակի ժամը 12-ին, Գյումրիում, Գյումրու Էմանուել եկեղեցին, յուրաքանչյուր շաբաթ օր ժամը 12-ին Խորենացի, Մովսես Խորենացի 5 հասցեում և այստեղ Գուսանշերամի 88 յուրաքանչյուր չորեքշաբթի, հիշեք, բացի հաջորդ չորեքշաբթին ամսի 4-ը չի լինելու այդ ծառայությունը, որովհետև մենք ճամբարից վերադառնալու ենք, մեր ձմեռային ճամբարի օրն է, այդ օրը չի լինի, բայց յուրաքանչյուր չորեքշաբթի Գուսանշերամի 88 հասցեում Երևան մենք հավաքվում ենք և շատ լավ կլինի, որ գաք ձեր հոգսերով, ձեր դժվարություններով և միասին աղոթենք, ինչպես հիմա կաղոթենք մեկնաբանություններում գրված այդ հոգսերի համար, որ կարողանանք, սովորենք մեր հոգսը Աստծուն հանձնել, որովհետև նա հոգատանում մեզ համար Տեր Հիսուսը, երբ որ սովորեցնում էր աղոթել, ասում էր այսպես աղոթեք, Հայր մեր, որ երկնքում ես, դու հայր ունես, քո հայրը ասում է քո հոգսը ինձ վստահի, հոգսը տալ նշանակում է, որ դու այդ հոգսի ծանրությունը, այդ հոգսի բեռը այլևս չես կրում Գիտեք, մարդիկ կան աղոթք են անում, բայց այդ հոգսի բեռը իրանց վրա է դեռ Եկեք վերցրեք այն խաղաղությունը, որ Աստված փոխանցում է, երբ որ դու հոգսը տալիս ես իրան, ինքը իր խաղաղությունն է տալիս քեզ Ինչ կա, հիվանդություն, դժվարություն, ընտանեկան, ֆինանսական, չգիտեմ, հոգեբանական, ինչ հոգս ունես Եկեք այսօր մեր բոլորի հոգսերը տանք Աստծուն Նա հոգատանում մեզ համար Քո առաջ ենք մեր Տեր Քո խոսքի համաձայն Մենք չենք ուզում թշնամին օգտագործի այդ ճնշվածությունը, որ կա մեր կյանքերում, որ մեզ հավատքից շեղի,
այլ ուզում ենք, որ դու վերցնես այդ հոգսերի բեռները մեր ուսերից։ Ես հատուկ աղոթք եմ անում բոլոր այն մարդկանց համար, ովքեր աղոթքի խնդրանք են գրել, ովքեր քո ժողովրդին են դիմել, որ ճանաչելով, որ մենք քո զավակներն ենք, որ մենք աղոթենք իրենց համար։ Աղոթում եմ բոլոր այն մարդկանց համար, ովքեր այստեղ ներկա են, լսում են մեզ հիմա կամ հետո կլսեն տեսագրությունը։ Վերցրու մեր հոգսերը մեր ուսերից, Տեր։ Մենք քեզ ենք հանձնում այս հոգսերը։ Գուցե խնդիրը դեռ չլուծվի, բայց մենք հոգս չենք անելու այդ խնդրի համար։ Մենք վստահում ենք, որ դու տիրում ես մեր կյանքերում։ Մենք վստահում ենք, որ դու քո ձեռքի մեջ ես վերցնում խնդրի լուծումը։ Տուր մեզ իմաստություն, որ քեզ հնազանդ կյանք ապրենք եւ սատանային հակառակ լինենք, որպեսզի նա չկարողանա մեզ կուլ տալ, այլ փախչի մեզանից, որովհետև մենք Աստծու կամքին հնազանդ որոշումներ ենք կայացնում, որովհետև մենք ընտրում ենք ոչ թե մեր շահը, այլ քո կամքը։ Հատուկ աղոթում եմ բոլոր հիվանդների համար, որոնց կյանքում կա հիվանդություն ու ցավ, տկարություն, մարմնական, թե մտքի տկարություն, թե հոգու տկարություն, Տեր, միջամտիր եւ քո գերբնական ձեռքով բժշկություն արա եւ ազատագրություն արա այս մարդկանց կյանքերում։ Թող քո փառքը երևա, թող մարդկանց կյանքերում վկայություններ շատանան, որ կարողանան կանգնել ու ասել. Տերը ինձ ազատեց մեղքի կապանքից, Տերը ինձ ազատեց մոլորությունից, Տերը ինձ ազատեց մարդկանց կարծիքի գերի լինելուց, Տերը ինձ ազատեց տարբեր ստրկություններից, Տերը ինձ բժշկեց հիվանդությունից, Տերը վերականգնեց իմ խաթարված հարաբերությունը, իմ սիրելիների հետ, իմ հարազատների հետ, Տերը ողորմություն ու բարիք արեց ինձ։ Թող այսպիսի վկայություններ ծնվեն այս աղոթքից եւ ամեն հոգս ունեցող իր հոգսը քեզ անձնի եւ դու էլ հոգ տանես քո զավակների համար։ Աղոթում ու խնդրում ենք Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Ողջ փառքը մեր Աստծուն։ Աստծու խաղաղությունը բոլորիս հետ լինի։ Հաջողություն։